ամուսնու սիրուհի հետևից կինը միշտ ընկած է։ Սա էլ է լինում փոխադարձ համաձայն։ Այսինքն կինաչը դուր է գալի այդ դետեկտիվ խաղալը։ Երեխաները տեսնեն, որ մի դռնից հայնումայը դուրս եկան շփթալով ու չհասկանան, թե ինչ այնտեղ կատարվում, հասկացաք, չէ՞, խորհուրդն եմ ասած։ Սա ամենաերջանիկ ընտանիքի եւ երջանիկ երեխայի գրավականն է։ Հաշվարկով ընտանիք չի կազմվում։ Հաշվարկով կազմում է բիզնես տանդեմ։ Դա կարող լինի երկու պարտներներ, ոմարը կապում է ձեռքերը մարդկանց։ Այդ գումարը երբեմն ուղղագահությունը մարդկային կապում է մարդկանց ձեռքերը։ Իրանք թույլ չեն տալի իրանց հույզերի մեջ դնել ազատ։ Քանի կինը տղամարդուն է նայում որպես բա ինքը բի աշխատի եւ այլն, հա տոյս որպես ես սենսս։ Եվ տղամարդն է կնոջն է նայում որպես հավաքարար, մաքրուհի սենց ասեմ։ Մենք չենք կարող լավ ընտանիք կառուցենք։ Ափսոսում եմ այն բաժանությունների համար, որը տեղի է ունեցել ներձակա շրջապատի դրդումով։ Բաժանությունների 90%-ը այդ դրդումով է տեղի ունենում։ Հաճախ լինում է, որ գալիս են հոգի պանեսենյակ ու անկեղ խոսում են ու ասում են իրականում ես չեմ ուզում բաժանալ։ Բայց դե մեր ես քուրս ընկերուհիս են մեկ ասում ես քո տեղը հիմա որ ես չբաժանվեմ, ես նվաստանալու եմ, հասկացաք, չէ՞։ Ինչի առիթով ես խորհուրդ եմ տալիս մարդկանց անձնական թեմաներով չխորհրդակցել մտերիմների հետ։